մասնակիցների իրավունքը։ Կարճ անդրադարձնեմ, որտեղ ասեք մասնակիցներն են, պարոն Արանյան, երբ որ մենք դիտարկում ենք գործող օրենսդրությունը, պարոն Կարապետյանը իհարկե ներկայացրեց իր անկալումը օրենքի, բայց օրենքը ունի լրիվ ուրիշ տրամաբանություն։ Եվ այդ օրենքը տրամաբանություն է, եթե մենք ընդունենք, որ այնտեղ այն ներկա է, հետևյալում է։ Երբ որ տկենը տեսնում է, որ հեսա վաղը հեսը չի լինելու, այդ վիճակ չկա։ Դրա համար ձեր շեն էլ հարցնում է, մենակ նախագահային ասում են, դուք նշանակեք ժամանակավոր կառավարիչ կամ ժամանակավոր միջոցներ արեք, սկսեք վարույթ, պարզեք, տեսեք կարող է, հեծը կա, վաղը թե չէ։ Եվ դրանով է պայմանավորված, որ ընդհանրապես այդ շրջանակից պետք է դուրս չգան, որ այդ շրջանակից պարոն Ռոմանոս Պետրոսյանը ոչ թե շարունակում ամենալկոլեցի աշխատակից, այլ պետք է լինի տնօրեն, ով փորձի խելքի բերի, ինքը գործ չունի այս վարույթի հետ, ինքը չունի ընդհանրապես լիազորություն ապացույց հավաքելու, իր հավաքած ապացույցները ապօրինի են, որովհետև ընկերության տնօրենը երբ որ ստանում է խնդիրների մասին տեղեկատվություն, այ պատկերացրեք, ես ընկերության տնօրեն եմ, չունեմ պարտականություն գլոբալ իրավունքներին դարձնեմ հծկային, ես պարտավոր եմ խնդիրները լուծել, պարբերական հաշվետվություններով ներկայացնեմ, եթե այդ խնդիրները այնպիսին են, որոնք կարող է քրեադատավարական կամ այլ պատասխանատվության դաշ գնալ, դա ուրիշ հարց է։ Բայց ես պարտավոր եմ այդ խնդիրները լուծեմ, ոչ թե թաքցնեմ, խոսքեմ, չգիտեմ ինչ անեմ, բայց ոչ մի տնօրեն չունի ֆունկցիա գնալ ապացույց հավաքել, ներկայացնել։ Ցավում եմ, որ ՀՑԿ-ի աշխատակազմը այդպես մեկնաբանել այդ օրենքը, այդ իրաց մեկնաբանությունն է, որը հետո ոչ դատարանը, ոչ միջազգային ատյաններում չի դիմանալու, որովհետև տվյալ մեկնաբանությունը բերում է ուղղակի հակասահմանադրական գործընթացի։ Կարելի է օրենք ընդունել, ցանկացած լիցենզավորված կազմակերպությունը նշանակել ժամանակավոր կառավարիչ, իրականացնել վարույթ։ Ցանկացած ում էական չի։ Ժամանակավոր կառավարիչը կգա, ընդունի խնդիրները, հետո գույքը կվաճառվի։ Ես շատ կարևոր եմ մենք արձանագրել ենք, որ այդ նախնական արձանագրված ենթադրյալ խախտումներից ոչ մեկը չկա։ Երկու հատը որոշ ձևափոխումներով վերջում արտահայտվել են։ Մնացել են, բայց դրանք էլ են նույնը չի ինչ-որ ի սկզբանե եղել է։ Եվ սա է շատ ֆունդամենտալ խնդիրը ձեր բարձրացրած հարցի։ Հիմա այստեղ ինչքան էլ փորձենք ասենք մենք ինքներս գնացել ստուգել ենք, ուշադրություն չենք դարձրել պարոն Ռոմանոս Պետրոսյանի տեղեկատվության վրա, մի բան հստակ արձանագրվել եւ ապացուցվել է։ Մի հատ պարզ հարց։ Պարոն Պետրոսյան, այս տեղեկությունները ստացանք, այդ նմանատիպ ուրիշ հետազոտություն արել եք, որտեղ խնդիր եք շարել, թե չեք արել։ Պարզ հարցել, այսինքն հավելագրումների մասին տեղեկություն տվեցիք, խնդրում եմ մեզ տեղեկացնել նաև այն բոլոր հետազոտությունները, որտեղ հավելագրումներ չեք գտել։ Նման հարց չի տրվել, որովհետև միշտ ասել են ավարտումը, միշտ ասել են, որ դա մեր վարույթից դուրս է, մենք այդ խնդրին չենք անդրադառնում։ Սա է ֆունդամենտալ խնդիրը այս վարույթի եւ խնդիրների։ Սա է կենտրոնական խնդիրը։ Նորից կառավարիչը չունի գործառույթ ապացույց հավաքելու եւ կառավարիչը ՀՑԿ-ի անդամ չի։ Ամենաֆունդամենտալ խնդրեմը այս օրենքի ինչ է իմ ասած մեկնաբանությունը միակ հնարավոր տարբերակը, որովհետեւ պարոն Պետրոսյանի պատասխանատվությունն է սահմանափակել են վարչարության պատճառած վնասով։ Այսինքն պարոն Պետրոսյանի կատարած գործողությունների արդյունքում վնասը փակելու եք դուք։ Դուք չէ, մարմին է որպես այդպեսին եւ Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Օրբելյան, բնականաբար օրենքի մեկնաբանության ձեր տեած փաստարկների դիտարկումների վնասով